Հիմա մենք այս փոփոխությամբ ասում ենք, որ անկախ գումարի չափից բարեկամների միջև դրամական փոխանցումները ընդհանրապես պետք չի հայտարարվել, որովհետև այդտեղ որևէ ռիսկ կամ որևէ հետաքրքիր ինֆորմացիա ֆիսկալ տեսանկյունից չկա, բայց սա չի, այսինքն կարող է լինել փոխանցում, որը ամեն դեպքում հայտարարվել կլինի, եթե բարեկամների միջև, բացի բարեկամական հարաբերություններից, նաև ինչ-որ գործարքային հարաբերություններ է տեղ ունեցել։ Այսինքն, եթե բարեկամը, օրինակ, ամուսինը եւ կինը իրար հետ ինչ-որ գործնական հարաբերություններ ունեն եւ ինչ-որ մեկը մյուսի մոտ է աշխատում կամ ինչ-որ ծառայություն է մատուցում, այդ տիպի փոխանցումը այդտեղ պարզ է, որ անկախ գումարի չափից հայտարարման ենթակա է։ Բայց եթե ուղղակի, չգիտեմ, ուսման վարձը տալու համար կամ հիպոթեկը փակելու համար կամ ինչ-որ ծախս կատարելու համար ընտանիքի անդամների միջև փոխանցումներ են եղել, դրանք ընդհանրապես անկախ գումարի չափից հայտարարման պահանջից հանում են։